Ինչքան ես տենց սպասելու, ինչքան ես այդ էմոցիատ ներսդ տենց սպուտակված պահելու, ինչքան ես եղունգներդ կրծելու, ինչքան ես զանգի ու SMS-ի սպասելու, ինչքան ես նկարներ նայելու, ինչքան ես խոսքեր հիշելու, ինչքան ես խոստումներ հիշելու, տանջվելու, լավ, ինչքան ես պատրաստ հանուն քո առողջության վտանգել քո կյանքը, հանուն ինչի, լսի, հանուն ում, հանուն այն մարդու, որ կարողանում է գիշերները հանգիստ քնել, ու դու չես քնում ու հիշում ես դրվագներ, SMS-ներ, նկարներ ու ինքդ քեզ տանջում ես, ինչի համար, ախր ում համար, այն մարդու, որ առանց քեզ էլ հանգիստ կարողանում է ապրել, այսինքն դու տանջվում ես ինչ-որ մեկի համար, իսկ այդ ինչ-որ մեկը արդեն ապրում է առանց քեզ, ու հավատա, շատ հեշտ, իսկ դու տանջվում ես, ուշքի արի, վերջապես բացի աչքերդ, կյանքդ առաջ է գնում, օրդ վերջանում է, ժամերդ սպառվում են, ամիսներն անցնում են, իսկ դու դրած մեղադրանքներ, խոսքեր, վիրավորանքներ եւ այլ, ինչի հետևից ես վազում, քեզ նայի, ինչքան սիրուն ես դու, ինչքան խելացի ես դու, ինչքան սիրված ես դու քո ընտանիքի, քո ընկերների, քո շրջապատի կողմից, ինչի համար ես տանջվում, վեր կաց քնիցդ վերջապես, եթե դու ինքդ քեզ չգնահատես, քեզ ոչ մեկ կյանքում չի գնահատի, հասկանում եմ սիրում ես, հասկանում եմ կարոտում ես, հասկանում եմ, որ կյանքդ չես պատկերացնում տվյալ մարդու հետ, տվյալ աղջկա, տվյալ տղայի, բայց ուշքի արի, եթե դու իրականում իսկապես պետք լինես ինչ-որ մեկի, մենք ապրում ենք 21-րդ դարում, այդ մարդը քեզ կզանգի, այդ մարդը կհելնի քո դիմաց, այդ մարդը